մի 45 րոպե խոսում ենք նախընտրական process-ների մասին, հիմա մեկ շատ կարևոր հարց կա հայ ժողովրդի հիմնական օրակարգներ, դա ցեղասպանության ճանաչման խնդիրը, Գերմանիայի, այսպես ասենք, դիրքորոշումը ցեղասպանությանը, որը 10 տարի առաջ էր, դեպքերը տեղի ունեցել 10 տարի առաջ եւ կարելի է հիշել եւ այն ուղիղ մասնակիցներին էլ լսել, 100 ուղիղ մասնակիցներից մեկն է process-ի։ Համեցի, ասա Հարութ ջան, ո՞նց եղավ, ինչ եղավ։ Այսօր ես այո 10 տարի առաջ էր փաստորեն, որ ճանաչվեց Բանաձևը Բունդեստագի կողմից։ Ճիշտ է, Բանաձևը մենք հույս ունենք, որ կճանաչվի հենց սիմվոլիկ այդ օրը 2015 թվականի ապրիլի 24-ին, երբ որ նիստ եղավ Բունդեստագում, հենց առաջին հենց թեման քննարկվող հայոց ցեղասպանություններ, Բունդեստագի նախագահան մեծ ծավալուն ելույթ ունեցավ նախաբան, բայց հետո տեղափոխվեց այդ ճանաչման գործընթացը, մի տարի հետո դա տեղի ունեցավ, տեխնիկական ոչ միայն այլ քաղաքական գործընթացներով էր պայմանավորված։ Արամ ջան, գիտես, ես քանի որ վերհիշում եմ այդ անցած ճանապարհը ու ես այդ մարդկանց ինձանից առաջ բնական է անհամեմատ մեծ ավանդ ունեցող մարդիկ են եղել իմ ժամանակում էլ ես ուղղակի ավելի շատ դիտորդ էի գործընթացների մեջ ճակատագրի բերումով, գործի բերումով, այսպես ասած, եւ որպես դիտորդ նայում էի մոտիկ շատ տարածքից աշխատասենյակներում ինչպես է այդ ամեն ինչը կատարվում, ինչ քրտնաջան աշխատանք է դրա վրա դրված, տասնամյակներ է տևել այդ ամեն ինչը եւ հեշտ չէր, մանավանդ գիտես Գերմանիայի նման պետությունում այդ ձևի բանաձևի հասնել երկիր, որը ուղղակիորեն ներգրավված է եղել հայոց ցեղասպանության նախապատրաստման եւ հողի վրա կիրառման գործընթացում, սա անպագորգոր բառեր չեն, սա հենց գերմանացի մասնագետներն են նշում իրենց գրքերում, Բունդեստագի բանաձևում է սա իրավաքաղաքական ձևով ամրագրված եւ մարդիկ խոստովանել են, որ իրանք ներգրավված են եղել այդ ամեն ինչի մեջ։ Նման երկրում, որտեղ Թուրքիան ունի ամենամեծ համայնքը, Թուրքիայի չհաշված թուրքական այսօր պետությունում, թուրքերը ամենաշատը ապրում են մոլորակի վրա Գերմանիա։ Այո։ Եվ այդ երկրում է դրան հասնելը փուլային է եղել այդ ամեն ինչը։ Գիտեք, հիմա բնական է կարող է շատերը մոռացած լինեն, առաջին բանաձևը ընդունվել է 2005 թվականին։ Այն ժամանակ բանաձևում չհիշատակվեց ցեղասպանության բառը գերմաներեն, Völker Mord չէ ձևակերպվել, բայց ինքը եղել է նախադրյալը, ֆունդամենտն է դրել, որի վրա շարունակել է հայկական դիվանագիտությունը, Սփյուռքի հայ զավակները մեծ աշխատանք են արել, ու այստեղ Սփյուռքը ինքը մենակ չպետք է հասկանան Գերմանիայում բնակվող հայերը, որոնք այո մեծ ավանդ ունեն, նաև այն մտավորականները, որոնք ապրում են Եվրոմիության այլ տարածքում, Եվրոմիության այլ պետություններում, անդամ երկրում, այն հայերը, որոնք Միացյալ Նահանգներում տասնամյակներ շարունակ աշխատանք են վարել, այն հայերը, որոնք Լատինական Ամերիկայում են աշխատանք վարել, սա հավաքական է եղել այս ամեն ինչը, եւ իհարկե գերմանացի մտավորականները, որոնք դա հնարավոր են դարձրել ընդհանրապես գերմանական քաղաքականությանը այս որոշումը ընդունել։ Եթե չլինեին այդ մտավորականները գերմանացի, այդ աստվածաբանները, որոնք գրքեր են գրել, փաստեր են հավաքագրել, ինչով է զբաղվել գերմանական կայսրությունը, ինչպես է աջակցել Թուրքիային, երիտուրքերին, հնարավոր կարող է չլիներ եւ հայկական դիվանագիտության ջանքերը եւ Սփյուռքի հայկական Սփյուռքի ջանքերը հնարավոր չլիներ հասնել այս ամեն ինչին։ Սա այսպես ես փորձեցի շատ կարճ ամփոփել այս 3 ոնց որ հասկացանք, հա 3 շյուները, հենց գերմանացի մտավորականները, քրիստոնյա, հայկական Սփյուռքը եւ այո հայկական դիվանագիտությունը, որ անկախությունից հետո լավից, վատից, բայց նույնպես մեծ ավանդ է ունեցել, որ այս գործընթացը գավարտի։ Եվ շատ ցավալի է, որ հասնելով, ոնց որ ասած, բարձրացնելով այդ, հա, մի քիչ եթե փոխաբերական իմաստով այս կուբկը, այս հաղթանակի սիմվոլը, դու սա դնում ես միտեղ, մոռանում ես դրա մասին եւ գնում ես մի ճանապարհով, որը կոչվում է իրական Հայաստան։ Իհարկե մենք հայկական Սփյուռքում էլ խոստովանենք, մեծ թերություններ ունեցանք, որ հենց բանաձևի ընդունումից հետո չսկսեցինք այդ բանաձևի հիման վրա համապատասխան քայլեր անել։
Բայց այդ ժամանակը շատ կարճ էր, հիմա որ հետադարձ հայացք ես նետում, 17 թվականի ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էր, նորից մեզի բաժանել էին լավ ու վատի, տարբեր գույների, մեկը դավաճան էր, մեկը ազգային ուժեր, գնացինք այդ ընտրություններին, Սփյուռքն էր ուզած-չուզած ներգրավում հայկական ներքաղաքական գործընթացներին, Սփյուռքում էին իրար դեմ դուրս գալիս, ես եմ մեծ ավանդ ունեցել ավելի շատ, դու ես փոքր, դու ես մեծ ավանդ ունեցել, դու ՀՀԿ-ի կողմից ես, ես ՀՀԿ-ի դեմ եմ, այսպես ասած, դեսպանատունն էր ավելի շատ ավանդներ դրել, թե համայնքը թե եւ այլն։ Դրանից հետո էլ 1 տարի հետո 2018 թվականից տեղի ունեցավ այն աղետը, որը շատերը հույս ունեին Հայաստանը պիտի ավելի ճիշտ ճանապարհով գնա, բայց իրականում դա դաղավ առայտ եւ այս նմանատիպ այս ձեռքբերումները, որը կար Եվրոմիության տարածքում, մենք գցեցինք դարակը, մոռացանք եւ հիմա քննարկում ենք, թե ընդհանրապես ցեղասպանությունը պետք է հիշել, թե պետք չի հիշել եւ ումա պետք է այդ փաստաթղթերը։ Գերմանիան հիշում ես դա այս մեր հաղթարշավի ցեղասպանության ճանաչման միջազգային վերջին արդեն դարպասներ։ Եվրոմիության գրեթե բոլոր երկրները, հիմա այս բոլորը կարող է մեկ երկիր չի ընդունել, չանվանեմ բոլորին, բայց բոլոր ծանրակաշայինները ընդունել էին։ 4 պետություն են՝ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Այդ բոլորը մինչև այդ ընդունել էին, մանավանդ 15 թվականին հաղթարշավը սենց օրորի էր գնում։ Այս մի երկիր են, մի երկիր են, իրար հետևից եւ երբ որ Ավստրիան ընդունեց, ես հիշում եմ, ես մտածեցի, հիմա հաջորդը արդեն իր մեծ եղբայրը, ու ավստրիացիներին չվիրավորենք, եղբայր ասենք, լավ, եղբայրն է ընդունելու, բայց դե մի տարի ուշ եղբայրը ընդունեց, բայց ինչևէ, այս մենք փագեցինք, այսպես ասած, այս էջը, այս հաղթական արշավը, որ մարդիկ տասնամյակներ վրան աշխատել են, եւ հիմա մնացել է արխիվում։ Սա չի մնացել, ցավը տանը, մենք աշխատանքն անում շարունակում ենք։ Շարունակում ենք, դա սուպեր, ուրը շատ լավ է։ Բայց պետք է այդ աշխատանքը երևի թե հիմա այս 10-ամյակը մեզի սթափեցնի, մենք մասնավորապես Գերմանիայում կարողանանք այս աշխատանքը ավելի բարձր թափով, ավելի արդյունավետ իրականացնենք։ Իհարկե, ինչքան էլ համայնքը ցանկանա սա անի, պետք է անպայման հայկական դիվանագիտությունը իրեն աջակցի։ Այսինքն Հայաստանում պետք է մի հատ իրավիճակը փոխվի, որովհետև համայնքի տակ մենք Սփյուռքի տակ հասկանում ենք նաև եկեղեցական կառույցը, որը ինչ վիճակում է գտնվում ելնելով այդ դու ճիշտ ես, բայց արի մենք խնդիրը մի փոքր այլ տարած տեղափոխենք, հարգանքով բոլոր նրանց, ովքեր այդ աշխատանքներն իրականացրել են 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կայացման պահից էս կողմ եւ հարգանքները բոլոր նրանց, ովքեր սկսեցին 1965 թվականից այս կողմ եւ հարգանքները բոլոր նրանց, ովքեր 1918 թվականից հասցրեցին խնդիրը մինչեւ 48 թվական։ Ու խնդիրներ ջրբաժաններ կան, էլի ուսումնասիրություններ դրան են բերել։ Մենք որպես հանրություն զրկված ենք եղել ճիշտ ինֆորմացիա ունենալուց։ Ցավոք սրտի ինֆորմացիաները, որ մենք սովետական միության տարիներին ստացել ենք, իրենք եղել են պայմանավորված կուսակցության գծի հետ։ Դա կվերաբերվեր ցեղասպանությանը, այլ խնդիրներին կամ Թուրքիայի հետ հարաբերություններին, պայմանավորված էր դրանով եւ գլոբալ ինֆորմացիան տրված էր, բայց գործիքները թաքցրած էին։ Հիմա 30 տարվա ընթացքում շարունակվեց նույն խնդիրը։ Գլոբալ առումով մեր ճիշտ են, գործիք չունենք, այսինքն մնացինք տեսական դաշտում։ Երբ որ ես այս աշխատանքի մեջ մտել եմ 2005 թվականին, ավելի ճիշտ 1999 թվականին Մոսկվայում, երբ որ պետքա ձևավորել արևմտահայոց կառույցը, այդ կառույցը չձևավորվեց 99-ին, չձևավորվեց 2000-ին, մինչև 2009 թվականը տարբեր տեղեր պրոցեսներ էին գնում ձևավորելու արևմտահայության կառույցը, եւ մենք կարողացանք 9-ից մինչև 11 թվականը ձևավորել այդ վտարանդի կառավարությունը, որը ծնեց մի քանի կոոպերատորների, հիմա ես պայքարում եմ այդ կոոպերատորների դեմ, ըստ էության, բայց ոչինչ։
ուսումնասիրությունները ինչ հանգրվան են բերել։ Շատ պարզ 1919-23 թվականներին միջազգային հանրությունը, ամբողջ հավաքական հանրությունը հայկական հարցը բաժանել է, ենթարկել է մոնետիզացիայի 1919 մոնետիզացիայի ենթարկել է, հայտարարել է թիվը 19 միլիարդ 130 միլիոն ֆրանսիական ոսկե ֆրանկ։ Հաշվարկներն արված են 1901 թվականի կայուն ոսկե ֆրանկի մասով եւ բաժանվել են երկու մասի։ Ինչը ես ու դու չենք իմացել, իմանում ենք հիմա։ Արևելյան Հայաստանի պարտքը կազմում է մոտ 4.5 միլիարդ, Արևմտյան Հայաստանի պարտքը կազմում է մոտ 14 միլիարդ, էլ ինչ որ կեսով։ Հստակ իրենք բաժանել, փաստաթղթերն այդպես են կազմված։ Նրանք ովքեր որ գիտեին, դա պահել են գաղտնի, նրանք ովքեր չգիտեին, ասում են դե թուրքերը մեզ պարտքեն։ Ես ու դու տենց գիտենք։ Միջազգային տարածքում բաժանված ասում են թուրքերը պարտք չեն, է ձեզ։ Քաղաքակրթությունն է ձեզ պարտք։ Ու շարունակում են, օրինակ, Գերմանիան պարտք է 5 միլիարդ, Ավստրիա-Վենգրիան պարտք է 1.5 միլիարդ, Ֆրանսիան պարտք է 4 միլիարդ, Բրիտանիան պարտք է 12 միլիարդ, ամերիկյան ապահովագրական ընկերությունները պարտք են այսքան։ Բաժանված է, հիմա հստակեցրել են Արևելյան Հայաստանի պարտքը, ես ինտուիտիվ մտածողություն եմ, էլի, ես որ ասում եմ, որ ասում են Արևելյան Հայաստան, պատմության մեջ բյուզանդիական տարածքից գալիս Արևելյան Հայաստան, ուրեմն բաժանել են։ Ուրեմն այդ տերմինը ինքը չի կարա կորի պատմության մեջ։ Ինքը այդպես գալիս է 1919 թվականով ֆիքսում է որպես Արևելյան Հայաստանի պարտք 4.5 միլիարդ, մոտ 5 միլիարդ պարտք է ֆիքսում։ Հիմա ես ու դու հիմա պետք է նստենք որոշենք, որն է Արևելյան Հայաստանը ըստ իրեն չափանիշների։ Եվ պարտքը ձևավորվել է, ֆիքսված է պարտքը։ Արևելյան Հայաստանի պարտք են բոլորը միասին 5 միլիարդ։ Այդ թվում Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան, չգիտեմ, պարտք են բոլորը։ Հիմա այս պարտքը գրված է այդպես եւ գրած է այդ պարտքը կարա ուզի միայն Արևելյան Հայաստանը։ Իսկ այն մյուս պարտքը որ կա, այնի կարա ուզի միայն Արևմտյան Հայաստանի ներկայացչական մարմին, ինչը որ մենք ստեղծել ենք։ Այն ինչը որ ես կարողացա ազգերի լիգայից ստանալ, երբ որ ես դիմեցի, ասի արխիվն դու ով ես որ քեզ պետք է արխիվ տամ, այ ինգեր։ Բոսում դե գիտեք ինչ մենք այս խնդիրները բան Հայաստանի Հանրապետության արխիվը կարող է ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Լավ, բերել են փաստաթղթային հիմքը, որ Արևելյան Հայաստանը հիմնադրել է Արևելյան Հայաստանի ազգային խորհուրդը եւ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդ կամ համագումարը։ Մենք ներկայացնում ենք Արևմտյան Հայաստանի այդ ճյուղը։ Եվ մենք մեղավոր չենք, որ այդպես է ձևավորվել, էլի, մենք գործիքն ենք։ Հա, եթե դուք եք, դե փոխանցենք։ Փոխանցել են, երբ որ այդ փաստաթղթերին ծանոթացել են, հիմա ցույց են տալիս 3 իմ տիտանական չարչարանքի արդյունքն եմ ցույց տալիս։ Սկսել ենք սրանից։ Արևմտյան Հայաստանի փաստաթղթերի ժողովածուն արել եմ։ Սա 11-ից 17 թվականի ամփոփումն է, սա հիմք է դարձել այս աշխատանքն անելու։ Հետո երբ որ ես գնացի սրա հետևից, ասել արդեն փաստաթղթերն են ազգերի լիգավորցին, դե տալիս ենք, դե որ դուք եք տալիս ենք։ Հետո հրատարակեցի սա, արդեն ամբողջը հայերեն թարգմանված վիճակում։ Հետո այդ ամբողջովին թարգմանված է ռուսերեն արդեն, տպված, արված, ամեն ինչը։ Եթե որևէ մի հայ հանգարց չբողոքի, ասի, այ մարդ ես ռուսերեն չգիտեմ, որ լեզուն ուզում ես կա, հայերենը կա, ռուսերենը կա, անգլերենը կա, ֆրանսերենը կա, ոչ մի խնդիր չկա։ Արված է ամեն ինչը։ Հիմա Հարութ ջան, բացանեմ, մենք կարևոր բանից ենք խոսում, որ ժողովուրդը տեղյակ լինի, էլի։ Թե չէ որ ընդհանուր առմամբ խոսում ենք, ասում ենք չգիտենք։ Ուրեմն 1900
19 թվականին գրքի 18-րդ էջից մինչև 20 էջը, երկու էջ է, դրել են։ Կարդում եմ, որ Հայաստանի Հանրապետության ոնց որ իրենք ձևակերպել են, ոչ թե ոնց որ ես եմ ասում, կամ մեր մոտ ոնց է, ասում եմ, հորս արել մորքուրս տղեն ասում է, քերուս տղեն կարդացել է։ Իմ մոտ այտենց չի, իմ մոտ գրված է, այն ինչ որ փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության եւ Կովկասի այլ հայաբնացք տարածքների պարտքը կազմում է 4 միլիարդ 532 հազար 472 ոսկե ֆրանկ։ Տղերքը մեխել են բառակապակցությունը Հայաստանի Հանրապետության եւ Կովկասի այլ հայաբնակ տարածքների։ Վերեն էլ գրած է թուրքական Հայաստան։ Գրած չի թուրքահայաստան, արևմտյան Հայաստան, չէ, ոնց որ գրված է թուրքական Հայաստան։ Թուրքական Հայաստանի պարտքը կազմում է գյուղական, բնակչության անձնական նյութական կորուստներ 4 միլիարդ 601 միլիոն 610 հազար ֆրանկ։ Քաղաքային բնակչության անձնական նյութական կորուստներ 3 միլիարդ 235 միլիոն 555 ֆրանկ։ Կոլեկտիվ նյութական կորուստներ 6 միլիարդ ի տագդալի ընդհանուր գումարը 14 միլիարդ 598 հազար 510 ոսկե ֆրանկ։ Թուրքական Հայաստանը նկատի ունեն Արևմտյան Հայաստան։ Չէ, ցավդ տանեմ։ Թուրքական Հայաստան, դա Արևմտյան Հայաստանը չի։ Ինչ նկատի ունեն։ Դա Ասա բացատրի, որ լսողները նաև չեն հասկանում։ Կիլիկյանն է, դա նաև Կիլիկյանն է, դա նաև Իսրայելի հայությունն է, դա թուրքական Հայաստանն է։ Դա կարևոր է։ Հիմա մեզ լսողը ինքը կմտածեր, այս մի Հայաստան կա, մի հատ էլ Արաքսի։ Օսմանյան կայսրության տարածքի հայկական ամբողջական կորուստները Օսմանյան կայսրության մինուս ցարական Ռուսաստան մինուս էսկո կազմում է 14 միլիարդ 598 միլիոն 510 ֆրանկ։ Այս հայերը մենք մեր ախբերությունը պատմության մշակույթ մասնագետները պետք է հասկանան, երբ որ գրած թուրքական Հայաստան, դա Արևմտյան Հայաստանը չի։ Այդ այն ամբողջն է, ինչ որ կապվում է մեր հետ, որի տեսակարար կշիռը Արևմտյան Հայաստանն է, բայց Արևմտյան Հայաստանը հավասար չէ թուրքական Հայաստանի։ Okay. Ուրեմն այս պարտքերը դրված են։ Եղբայր, բացում եմ գրքի 169-րդ էջը։ Այս փաստաթուղթը որևէ մեկ անգամ չի թարգմանվել, չի դրվել շրջանառության մեջ, կոչվում է հայկական հարցը խաղաղության վեհաժողովի առաջ։ Փաստաթուղթը 90 քանի էջ է, իմիջիալս փոխանցել եմ բանին Տիգրան Սարուխանյանին օրիգինալը։ Խոսում ենք, ասի ես փոխանցեմ մի հատ նայ, ասում եմ, էսի զարմանալի փաստաթուղթ, ասեմ, հա գիտեմ։ Ես էլ ինքս քուչապ զարմացած եմ փաստաթղթի վրա, որ փաստաթուղթը կա, ու մենք տեղյակ չենք։ Փաստաթղթի մեջ գրած է Փարիզ, փետրվարի 12 1919 թվական։ Ուրեմն այս մարտիկ 19 թվականին այս որ դու ասես նախապատրաստվել էր 2005 թվականին, որ Գերմանիան ընդունի ցեղասպանությունը, ուրեմն իրենք էլ 1914 թվականից աշխատում են հայկական իրավունքների վրա, որ ինչ-որ մի բան անեն ու 19, ինչ են 14, ասում որ դա Մանդելշտամի թիմը, որ ձևավորվեց, պետք է Արևմտյան Հայաստանի հարցերը քննարկեին դիվանագիտական ճանապարհում եւ այլն։ Իրենք այս ամբողջը հավաքագրելով փետրվարի 19-ին հաղթած պետություններին ներկայացնում են մեր իրավունքները, իրավունքների փաթեթը, որը ընդունվում է այդպես։ Եվ հաջորդը այս ընկերները այս ամբողջ աշխատանքը անելուց հետո այս իրեն զեկույցը ներկայացնում են հատուցման հանձնաժողովի, հատուցման հանձնաժողովը իր հերթին կանցնում է ենթահանձնաժողով, ասում եմ մի հատ ստուգեք այս հայերի գրածը։ Հատուցման ենթահանձնաժողովը դրանից հետո են ասում են ամերիկյան առաքելություն, Հարբորդն եկավ, Չափին ձևին, եկել են այդ են ստուգում։ Ճիշտ է թե սխալը։ Ապրիլի 14-ին արդեն զեկույցը, երկրորդ զեկույցով հաստատում են, որ այո, հայ ժողովուրդը ամեն ինչ նորմալ է,
պարտքը կազմում է 14 միլիարդ եւ այլն։ Հիմա ես գնացել եմ այդ ամբողջ թղթաբանության հետևից, շատ հետաքրքիր գիրք է, էլի, շատ հետաքրքիր գիրք է, էս ինչ որ կա։ Ուրեմն գնացել եմ նյութերի հետ, որ հասկանում, դե իրանք ասում են Թուրքիան պարտք չէ, բոլորս ենք պարտք։ Ես էլ ասեմ, մի հատ տեսնեմ այդ բոլորի տակ ինչ նյութեր կա, բանից բարձր շատ պարզ սիրուն հաճելի ձևով ժամանակին Ավստրիա-Հունգարիան իդեմս Հունգարիայի ճանաչել է իր պարտքը 1 միլիարդ 200 միլիոն։ Գերմանացիները չեն ճանաչել, բայց ֆիքսված է։ Մոտարապես 3.5 միլիարդից 5 միլիարդի շրջանակների մասին է խոսքը, ֆիքսված է։ Շվեյցարիայինը ֆիքսված է, Անգլիայինը ֆիքս է, բոլորինը ֆիքսված է։ Հիմա որպեսի ուզողը լինի, հանդես կա։ Հələ չեմ ասում ոնց, էդի ոնցի խնդիրը չի։ Գոնե այդքանը պետք է կարդացած լինի, որ դրանք ֆիքսված են։ Որոշ թե գնաց Թուրքիայի դուրը ծեծես, ասես Թուրքիան էլ գլխի է, չէ՞, Թուրքիան ասում է, հələ բերեք արխիվները բացենք։ Արխիվներն ում մոտ են։ Հայաստանը արխիվ չունի։ Արխիվները Ֆրանսիայում են, Գերմանիայում են, Անգլիայում են, Ամերիկայում են, Ավստրիայում են, Շվեյցարիայում են, ինչ որ տեղեր են, Վատիկանում են, բայց Հայաստանը չասում է, դե բերեք արխիվները բացենք։ Թուրքիա որ ասում է բերեք արխիվները բացենք, ասում է բերեք տեսնենք ով է պարտք, էլի, դες մի ջարդեք իմ գլխին էս լրի։ Ցեղասպանությունը չէ։ Ցեղասպանությունը իրականացրել է Թուրքիան։ Չոր, դառը, կոշտ, մարդկային ամենացածր զգացմունքներով ցեղասպանել է հայ ժողովրդին։ Ու ոչ մի հատ գյուղ չի վերածնվել այդ 108 տարվա ընթացքում։ 18 թվականից հետո եմ ասում 100 տարվա, այսինքն հանրապետությունը կայացել է, Թուրքիան ասել մի հատ գյուղ սարքեք հայերի համար, դա մի հատ գյուղ լինի։ Հայախոս մի հատ գյուղ լինի, չկա։ Ուրեմն իրենք ցեղասպանությունը արել են գիտակցված եւ միջև հիմա այդ ժառանգությունը կրում են։ Բայց հետևանքների հետ կապած ֆինանսական ասում են փողերը դուք եք կերել, մենք չենք կերել։ Մենք չենք հասցրել այդքան ուտենք, էլի։ Դուք մեզանից տարել եք։ Նոր դրանից հետո արդեն հնարավոր է, եթե մենք ծեծում ենք Ավստրիայի դուռը, բարև ձեզ, պարոն Ավստրիա, դուք չեզոք պետություն եք, այո, բայց դուք ձեզ չեզոքությունը ոնց որ թե չեք պահել։ Ընդունելուց հետո չեք պահել, դրանից առաջ բնականաբար չէիք պահել, չեզոք եք, չէ, բայց չեզոքությունը այդ արխիվները բացեք, ասեի արևմտահայություն, մենք ձեզ 1 միլիարդ 200 միլիոն պարտք ենք ու մտանք։ Կամ չենք տալիս, թող ձևավորվի կառույցը, կգաք, կտանք։ Նույնն ասեր Գերմանիան դու ինքը գիտի որ փողերն ինքն է կերել, չի ասում Թուրքիան հատուցություն չունի ձեզ տալու։ Ազնվորեն ասում է, բայց մենք չգիտենք ինչի։ Մենք դա մեկնաբանում ենք, ասենք սերիկա գերմանացիները լտեսեք, համ ցեղասպանությունն են արել, համ էլ ասում են Թուրքիան հատուցման բան չունի տալու։ Այս քաղաքակրթական մանիպուլյացիան հասկանալա պետք է, ա տենց ասում։ Եվ որտե ինքը կերել է։ Թուրքիան ասում է, ինգեր ասում է, ցեղասպանությունը ճանաչի, բայց փողը մի ջարդի իմ գլխին, էլի։ Որտեղ դու գիտես, որ ես չեմ կերել, էլի, ինգեր։ Գոնե այտենց չեմ կերել, չեմ հասցրել։ Որտեղ հայերը իրանց կապիտալը ձեր մոտ էին պահում։ Այդ գյուղ, հող, մող, այդ ուրիշ խնդիր է, ոսկին ձեր մոտ է եղել։ Հիմա գերմանացիներն ասում են, Մարդիկ են, չեսնի մարդիկ են, արտար մարդիկ են գերմանացիներն ասում են շատ լավ, այդ հարցերը մենք կլուծենք, երբ որ գան դրա հետևից։ հա, եւ ասում են, դե գիտեք ինչը բան, եթե այդպես, ուրեմն այս խնդիրն էլ է լուծված։ Միջազգային տարածքում էդ էլ է լուծված։ Որոշում կայացնողները բառը չեմ ուզում հիմա օգտագործել, որտեղ մեր ավանտյուրիստ հայերն արդեն պատկերը գտնեն կոոպերատորների դեպի կասեն գնում ենք այդ փողերի հետևից։ Ես Արևմտյան Հայաստանի կառույցը ստեղծել եմ հարլուծելու համար, կոոպերատորները դեռ փող են աշխատում։ Ամոթ է։ Ես ինչ եք դուք անում։ Ես այդ բառերը չեմ ասում։ Հենց որ ասեմ, չեմ ուզում հուշեմ։ Թող մնա տենց։ Թող գնան չաչարվեն, բացեն կարդան գտնեն, կգտնեն լավ, բայց համոզված եմ չեն գտնի, որովհետև ով այդքան զահալաունի գնա, այդքան ասեն 2000 էջ փաստաթուղթ կարդա որ մի բան գտնի, նա կասենք իմանալ չեն ասի դե լա, թող սենց մնա։
Ամեն ինչ արված ավարտված է իրենց կողմից, ինչքան որ ես կարդացել եմ, ծանոթացել եմ փաստաթղթերին, ոչ մի բաց բան չկա, պետքա լիներ կառույցը, որ պետքա դիմի, կառույցը միակն է, որը իր անցած ժամանակաշրջանով լեգիտիմացվել Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, երկրորդ կառույցը ընտրողների ձևավորված սենատը։ Ես էլ արեցինք այդ պատմական բանը, դե չեն ուզում վտարանդի կառավարության հետ շփվեն, ասում են դե փորձանք ասա։ Ճանաչելիությունը բերումա փորձանքի է հանգեցնում։ Իսկ սենատի պարագում դե ընտրովի մարմինն է, ինչ եք ուզում։ Ընտրովի մարմինն է, սենատով սենատ չունի, բոլորն էլ սենատ ունեն, հայերն էլ սենատ ունեն։ Ընտրովի մարմինն է։ Ճիշտ ես ասում։ Բայց նայ, հիմա դու բարձր լուրջ թեմաներից ես խոսում, ու ստեղ կա մի հատ խնդիր, այդ թեմաների պոպուլիզացիան, այսպես ասած, պետք կատարել, տարածումը, փաստաթուղթը նաև գերմանական, եթե տարածք են գալիս, այդ բանաձևի պոպուլիզացիան մենք չունենք նույնիսկ, տարածումը չունենք հենց մեր Սփյուռքում։ Տես, մենք ունենք հիմա մի հատ կառույց, որը գտնվում է Պոցդամում, Լեյպցիգ տուն թանգարանը, համապատասխան գործունեություն ծավալում է։ Մեկի դուրը գալիս է, մեկն ասում է էլ ավելի լավ կարար այդ գործունեությունը կատարել, մեկն ասում է էլ ավելի վատ է ինքը անում եւ այլն, բայց հիմա կա կառույց, համապատասխան կենտրոն, այդ կենտրոնը համապատասխան գրքեր հրատարակում է, համապատասխան գիտական գործունեություն է ծավալում։ Այո։ Բավարար է, բավարար չէ։ Կառույցը ինքը աջակցության կարիք ունի եւ համայնքային կառույցների կողմից իմ համոզմամբ ունի։ Բայց այդ ամեն ինչի համար պետքա սկսել Ջան, մի հատ պրոբլեմ կա։ պոպուլիզացիան կատարելը, Մի հատ որովհետև ես հիմա փոքրիկ բան բացեմ, չեմ ուզում շատ ծավալեմ, որովհետև գործունեություն նաև այսօր էլ է Գերմանիայում կատարվում, բայց արդյունքները կատարողները կհրապարակեն, որովհետև ժամանակի շուտ հրապարակելը վտանգում է, այդ դրա արդյունավետությունն է նվազելու։ Սա էլ է մեր խնդիրներից մեկը։ Ինչպես է դա կարանք դրան հասնենք։ Ես քո հետ համաձայն եմ, խնդիրը նա չի, որ գնահատես այս մեկը լավ է աշխատում, թե վատ է աշխատում։ Խնդիրն է տարածքից հարկավոր է հեռացնել, գնալ ուրիշ տասվտ։ Ես որ ասում Արման Թաթոյանը գնա պարլամենտ, իրավունքը տեղափոխվի փողոցից պարլամենտ։ Այսինքն հայ ժողովուրդը պետք է մի օր սովորի աշխատել իրավական գործիքներով, իրավունքով կառուցի իր հարաբերությունները թշնամու հետ, բարեկամի հետ, հարևանի հետ, չեզոքի հետ, իրավունքով կառուցի։ Հենց որ մենք հավաքվում ենք իրար հետ, մենք սկսում ենք վիճել լավ արել, վատ արել, չէ՞։ Էմոցիաներն է սկսում արդեն իշխել այդտեղ։ Այդտեղ ինքը խանգարվում է։ Գերմանական դաշնում հայկական իրավաքաղաքական մշակույթ որպես այդպեսին չկա, կա քաղաքական եւ հասարակական մշակույթ։ Ուրեմն պետքա ձևավորվի մի նոր սերունդ Գերմանիա, ովքեր իրավունքը կբերեն առաջի պլան։ Ինչ արագությամբ դա տեղի կունենա, չգիտեն, բայց դա է հաջորդ հանգրվանը, որ պետքա տեղի ունենա։ Իրավունքը պետքա տեղավորվի այդ մարդկանց արդեն բաների մեջ, փաստաթղթերի մեջ, որ իրենք իրավունքով խոսեին։ Սա կարևոր է։ Եթե այսօր ես Lexus House-ին ասեմ, եկեք մենք մի հատ միջոցառում անենք, ես չեմ կարծում իրենք ասեն չենք անում, հրաժարվում ենք։ Բայց որպեսզի ես հասնեմ այդ հաջողության, որոնտեղ այդ միջոցառումը տեղի ունենա, ես պետք է խոսեմ գերմանական հայկական իրականության այն մարդկանց հետ, ովքեր կարևորում են դա, որտեվ իմ ու իրենց խոսելուց հետո զանգ կլինի, չէ՞։ Ինքը կվերցնի կզանգի, ինչ որ մեկին կասի, ինչ ես կարծում։ Ինչ ես կարծում։ Իմ կասի, ես կարծում եմ, որ դա անիրատեսական է։ Որովհետև ինքը տեղյակ չի։ Ինքն չի կարասի ես տեղյակ չեմ։ Ինքը կասի ումն էլ որ ինքը զանգում է սովորական մարդ չի որ զանգում, այլ ամեն դեպքում գիտենք, չեմ ուզում անուն տա, որ վիրավորանքներ չլինի։ Զանգել է, բայց նա տեղյակ չի։ Հետևաբար Իմ դրանք որ տեղյակ լինեն, այդ պոպուլիզացիան ոնց անեն, եւ նաեւ պլասմաս ապագա սերունդը, այդ սերունդը որ իմանա ինչա միջև իրեն կատարվել, ես ասեմ, ես եղել եմ դրա կողմնակիցը, որ ասել եմ, Գերմանիայում կա 32 համայնք։ Մենակ չեմ կարող անել։ Պետքա ձևավորվի 4-5 մարդ, դիմում ենք այդ 15 համայնքային ղեկավարին եւ կենտրոնական կառույցներ կա ղեկավարներին։
հրավիրում ենք այս փաստաթղթերի ծանոթանալու բովանդակային մասով, իրավական մասով եւ գերմանական համայնքը, որ առաջի աղբյուրից տեղեկացված լինի փաստաթղթերի բովանդակային մասով, լուր նստեն եւ լսեն։ Ինքը քննարկման համար չի, որտեղ կողմը պատրաստ չի քննարկել, որտեղ նյութին չի տիրապետում։ Առավելագույն ինքը պետքա նստի, լսի, կոնսպեկտավորի, դրանից հետո իր մոտ հարցեր կառաջանան, այդ ֆորմատի շրջանակներում գուցե երկրորդ հանդիպում լինի արդեն հարց ու պատասխան, ով ինչպես է տեսնում կամ ոնց է գնահատում։ Ես այլ լուծում չունեմ։ Ես որ վերցնեմ գնամ այս համայնքում ներկայացնեմ, հարց չի լուծում, որտեղ համայնքային կառույցի ղեկավարները իրանք այդ մարդիկ են, ում խոսքը առավել իրենց համայնքների համար ընդունելի է, չէ՞ դրա համար են համայնքի ղեկավար։ Ուրիշ բանի համար չի։ Էսա իմ մոտեցումը։ Խորին հարգանքներս բոլոր այն տղերքին, ովքեր Գերմանիայում զբաղվել են եւ շարունակում են զբաղվել, բայց ինքը անարդյունավետ աշխատանք լինելու, իրենք Գերմանիայի տարածքում մշտապես հիշելու են, որ մեր ցեղասպանության հուշարձանները հանովի դնովի են։ Երկրորդը, իրանք միշտ պետք է հիշեն, որ բանը գնդակը արեց այդ թուրք անասունին բանը Այլատի Փայլանու գնդակարողի անունը մոռացա։ Թելերեն, հա։ Տելերյանը Սողոմոնը դրան գնդակահարեց եւ մեկ էլ գերմանացիները ցեղասպանությունը ճանաչեն, բայց ինքը չպետքա հետևանք ունենա։ Մոդուլները արված դրված են։ Ամեն անգամ կողմերը հանդիպելուց էս են քննարկում։ Ես էլ ասում չեք դա չքննարկենք, էս արված աշխատանքը, արված դրված է, գրված է գերմանացիները ինչ ունեն մեզ տալու։ Եթե մենք ցանկանում ենք, սա իմ ու քո որպես Գերմանիայում ապրողների եւ մենք չասենք երիտասարդները պետքա գան բաց լրացնեն, ինքը հայերեն չի կարդում, ռուսերեն չի կարդում, գերմաներեն էլ չի կարդում։ Ոչ թե չի տիրապետում, չի կարդում։ հասկանում եմ, Նիկոլայը։ Չի կարդում։ Հետևաբար, որպեսի այդ process-ն լինի, պետք է մեկը իրան կանչի, հրավիրի, պատմի, ինքը գրի, հետո ուզենա կարդա։ Որ լեզվով, 3 լեզվով էլ կա։ Բան չկա մտածելու։ Այս հարցը կազմակերպելու համար առաջի կարևոր օղակը բանն է, եկեղեցին է։ Համայնքային կառույցներն ինքն ունի։ Երկրորդը ամենահին կառույցն է։ Հայ գերմանական այնտեղ անունը ոնց էր։ Deutsche Armenische Gesellschaft, ես գերմաներեն։ Gesellschaft-ը ոնց էր անմարդ հայերեն։ Բառացիորեն հասարակություն։ Հա, չէ, կազմակերպություն, հայ գերմանական կազմակերպություն։ Կազմակերպություն, հա։ Հայ գերմանական կազմակերպության հնագույնը իրենք պետքա լինեն, հետո ցենտրալ ռատնա իրենք պետքա լինեն, կենտրոնական խորհուրդը, որ լսողները իմանան խորհուրդը իրենք պետքա լինեն, հետո այն կարևոր միությունները, բժիշկների, իրավաբանների, չգիտեմ, այդ դրանք են առաջի վագոնի, այսպես ասենք, ժողովուրդը։ Այո, եւ իրավաբանները ճիշտ է։ Երբ որ Ես շատ մտավորականներ ունենք, որոնք կամ հիմա գործող կամ նախկին դասախոսներ են, պրոֆեսորներ են, իրենք միշտ կլինեն, բայց իրենք դիսկուսիայի մեջ իրենք կարծիք ձևավորողներն են։ Լավ, բայց ես չեմ ուզում որ մենք կարծիք ձևավորենք, պետք է նյութը ներկայացնի, որ մեկն էլ կարծիք ձևավորի։ Հետո դրանից հետո։ Որովհետեւ իրենք նյութը sense տենենց գիտեն, ես կանչելս պետք է ես գիտեմ այդ պատմությունները։ Ասեմ, ես պատմությունների մասին չեմ ասում, ես իրավունքի մասին եմ խոսում, դրանք տարբեր նյութ են, հա դե չէ, ասում եմ, դե այստենց հետի մասնագետ բան, ես կարդացել եմ։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Այս անելու համար էլ ինչքան էլ որ ես ճկուն մարդ լինեմ, դու գիտես, որ ինքը չի հաղթահարում։ Որովհետև ասի առաջի զանգը ես կանեմ, ինքը շատ ինձ նորմալ կընդունի, հետո զանգ կանի։ 4 կարևոր կամ 5 կարևոր կողմերին, ասեն մենք խաբար չենք։ Այ շատ էքսցենտրիկ մարդ է միջալուտ այդ Մկրտչյանը, ինքը տես ինչ-որ բաներ է ասում, մենք ոչ մեկս Այնպես բաներ է խոսում, որ մենք կոմֆորտ զոնայից պետքա դուրս գանք, իսկ կոմֆորտ զոն անհարմար վիճակ է։ Օրեն ապացուցվում է քո ասած այս 10 տարում, ճիշտ է, ես ինչպես նշեցի, կային օբյեկտիվ պատճառներ,
Բայց դե 10 տարին դա քիչ սրոք չի, էլի, քիչ ժամանակ չի։ Աճարյանին որ հարցնում են դու ոնց ա լինում որ ամեն տարի ասում ես օրական մի թերթ եմ գրում։ Ընդամենը մի էջ եմ գրում եւ տարվա վերջում ես ունեմ աշխատանք 365 էջանոց։ Հիմա 10 տարի անցել է հայության այդ 10 տարվա այդ բոլոր կառույցների ղեկավարին հազիվ բերեք մի հատ տեսնենք ինչ է կարել։ Հայ-գերմանական կազմակերպությունը կբերի 10 տարվա իր հրատարակած ժուրնալները, չէ՞։ Բայց այդ ժուրնալները եւ 1970-ից կամ 50-ից մինչեւ 90-ական թվականների Հայաստանում տպված ժուրնալների բովանդակությունից չի տարբերվում։ Ոչ էլ Ամերիկայում տպված ժուրնալների բովանդակությունից է տարբերվելու, ոչ էլ Ֆրանսիայի, չի տարբերվելու։ Ժուրնալը տպել ես անում ես, օքեյ է։ Կենտրոնական խորհրդին կասես, նա կասից հավետ տանեմ գիտես ես ոնց եմ քրտնել։ Ես ու չեմ ասում չես քրտնել։ Արդյունք չկա տակը, մաղի վրա բան չկա։ Այդ խնդիրն է, այս արդյունքից 3 րոպե ժամանակ ունենք։ Ես լռում եմ, բանաձևը, հետո էլ ոչինչ չի արվում, մեծ հաշվով, չեմ ուզում թերագնահատեմ, բայց մեծ գործողություն չի արվում։ Մենք ունենք այդ իրավական փաթեթները Եվրոմիության տարածքում բոլոր երկրների ձեռքում կա, խորհրդարանները ճանաչել են, եւ այդ սառույցը տեղից դրանից հետո չի փոխվում արդեն։ Կանգնել ենք մենք այդտեղ, ստագնացիա տեղի ունեցել։ Խաչքար ենք դնում կամ քո ասած ինչպես լավ ասած ժուրնալ ենք տպում, ցուցահանդեսի վերաբերյալ նկարներ, ցեղասպանության, բանախոսա միտեղ մի բան խոսած է գնացել, դուք եք նվագել դրանից հետո էլի գնացել ենք եկեղեցի կամ խաչքարի մոտ ենք նկարվել, բայց Եվրոմիության երկրների այս պարլամենտների բանաձևերը սենց է մնացել են այդ երկրների արխիվներում։ Մենք ունենք 2 րոպե ժամանակ, ամփոփիչ խոսքը քեզ։ Քեզ դու ամփոփես։ Լավ, ես ամփոփեմ, որ ինձ ես ասում։ Դու շատ ներկայացրեցիր իրավիճակը, հիմա ինչու՞մն է, հարգելիներս, այս ամեն ինչի գլխավոր իմաստը։ Ոչ թե ներկայացնել միայն այն ինչ որ արվել է կամ խոսել նրա մասին ինչը չի արվել, այլ եւս մեկ անգամ հիշողությունները մեր թարմացնել, որ 10 տարի է այսօր, ինչ Եվրոպայի լոկոմոտիվը Գերմանիան, որը մեծ ներդրում է ունեցել բացասական իմաստով այդ ցեղասպանության կատարման, իր ծրագրավորման, պլանավորման եւ այդ մարդիկ նաեւ ստեղ են սովորել միջև Թուրքիա վերադառնալ իշխանության գալ եւ ցեղասպանությունը կատարելը այդ գործի մեջ եւ նա եղել է վերջինը, այսինքն ամփոփել է այն ամբողջ աշխատանքը, որը Եվրոմիության տարածքում արվել է։ Եվրոմիության երկրների ճանաչման գործընթացում Գերմանիան վերջում եղել 10 տարի, մնացածն էլ հաշվում ենք Ֆրանսիան մի կողմ դնենք մնացածին 11 տարի 2015 թվականից եւ ստագնացիոն իրավիճակ է անկախ ամեն ինչից ինչ է այսօր Հայաստանում կատարվում մենք պետք է Սփյուռքում մտածենք կոնկրետ Գերմանիայում եւ առհասարակ Եվրոմիության տարածքում ինչպես ենք մենք այս ելակետից շարժվում առաջ, որովհետեւ իրավական բազան կա, մնում է մեր կամքը համակարգված, սիստեմացված աշխատել, ինչպես Արամը Մկրտչյան ասաց, եթե ամեն օր 1 էջ գրենք, տարվա ավարտին կունենանք 365 էջ, այսինքն 365 աշխատանք կունենանք արած։ Սա եւ դու էլ վերջացնես Արամ ջան։ Շնորհակալ եմ, մեր ժամանակը լրանում է։ Շնորհակալ եմ, ամեն ինչ լավ էր, հաջողություն եմ ցանկանում մինչև հաջորդ հանդիպում։ Ստեսություն։ Ստեսություն։